Բարի օր հարգելի ժողովուրդ, շատ հետաքրքիր այսօր եթերը, խնդրում եմ բաց չթողնեք, ճիշտնաց այսօր նորից ներկա ենք եղել, գիտեք մշտադիտարկում ենք իրականացնում Վաչագան Ղազարյան, Սերժի Վաչո և Արմեն Սարգսյան են կապիտալ շինարարության վարչության պետը, որ ինքը իրան հողեր էր վաճառել և այլ դրվագներով էլ։ Հիմա նայեք ինչ հետաքրքիր բան, մենք այսօր ուղիղ եթեր չենք արել, քիչ անց եթերը կտեղադրվի, ուղղակի ուզում եմ ասեմ, ընդվզումներ եղավ Արմեն Սարգսյանի կողմից, որպեսզի չտեսանկարահանվի, եւ այդ ընդվզումները կախված է միայն մի հանգամանքի հետ, որ մենք սկսել ենք բացահայտել, թե վերջինս ինչ գործարքներ է արել։ Ոնց է իր կնոջը հողեր վաճառել, ոնց է պետությանը $400,000 չափ վնաս պատճառել, բայց այս ամբողջ պատմության մեջ հիմա ձեզ մի հատ բոմբ եմ բերել, բոմբ, որը երևի թե չեմ կարող ասել նախաքննական մարմնի թերությունն է, թե աճպարարության արդյունք է։ Ուրեմն Արմեն Սարգսյանը, որը եղել է պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության բաժնի պետ, գիտեք մեղադրել է այս գործով 19 դրվագով, բայց շատ հետաքրքիր տենդենց եմ տեսնում և ցուցմունքներն են կարդում մեզ հասու ցուցմունքները և մարդկանց դիրքորոշումներն ենք լսում և բազմիցս իրան ենք լսել, ասում է ես չեմ մեղավոր, Սերժ Սարգսյանն է մեղավոր, այսօր էլ ասում են հələ իրավաբանական վարչության պետին ինչ չեք դատում, ինքն էլ է մեղավոր, այո մեղավոր է դատեք, բայց արդյոք իրավաբանական վարչության պետը պետք է թույլ տար կամ թույլ չտար Արմեն Սարգսյանին, որ ինքը իր կնոջը երկու հողոտ արեր, ասենք իրավաբանական վարչության պետը պիտի կանոն առներ, խփեր Արմեն Սարգսյանի ձեռքերին, ասեր գիտես ինչ, հրահատին, աներձակն է, ես իմ բաջանաղն է, ինչանաղն է, չգիտեմ, իրան չվաճառես, հետո էլ կնոջ տանուր չձևակերպես։ Հա, իրավաբանական վարչության պետն է թող դատվի, բայց պրիչոմ իրավաբանական վարչության պետը կամ Արդյոք այդ նույն Սերժ Սարգսյանը եկե խնդրել, ասել է ինչ կլինի Արմեն, այս հողերը նվիրի կնոջդ, տենց բան է եղել, հա, Սերժ Սարգսյան, գիտեք ինչ, դուք բոլորդ գիտեք իմ դիրքորոշումը Սերժ Սարգսյանի նկատմամբ, ես նախկին ներկա չեմ ասում, իմ համար մարդիկ նույնն են, առաջին մարտն եմ եղել 2018 թվականի մայիսի 10-ին, Այս տեղափոխությունից հետո հաղորդում եմ ներկայացրել Սերժ Սարգսյանի վերաբերյալ։ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ երևի թե իմ չափ քննադատող չեղել, բայց նողկանք եմ ապրում, երբ որ նամանավան տղամարդիկ հենց իրանց աստվածները գահանկեց են ելնում, սրանք սկսում են իրանց աստվածների մասին աչուձախ տղավարի ցուցմունք տալ։ Աղվան Հովսեփյանին ես ընդհանրապես ամենավատ զգացումներ ունեմ իր նկատմամբ, շատ վատ։ Նայում եմ այն շանթի յուրան խոսում է։ Մի մարդ, որ խոսայիք այն ժամանակ, երբ որ պաշտոնյա են, եթե ընդհանրապես մարդ եք, իսկ եթե հայկական տրադիցիա, եթե տղա եք։ Արմեն Սարգսյան, Սերժ Սարգսյանի դեմ գնայր ցուցմունք տայր, հաղորդում տայր, այն որ դու կշբյում կնգատ հողեր էր նվեր տալի, գրեր Սերժ Սարգսյան ինձ ստիպեց, որ ես Արմենուի Մալխասյանին հող նվիրեմ։ Իրականում, Սերժի Վաչո, դու ընդհանրապես, հիշի թե ոնց ես եկել Արցախից, դու գիտես չէ ինչքան վկաներ ու նկարներ կան, ինչ կոշիկներով, շորով, շոր ասելը դժվար է։ Դու Սերժի Սարգսյանի ձեռից հաց կերածն ես։ Եվ այսօր Սերժ Սարգսյանի դեմ ամենագլավնի ցուցմունք տվողը, սա գիտեք ինչ եմ, հա, հələ մոռացանք, մի հատ էլ բան կարեն, շինարար, Արշո, Արշավիր Սարգսյան, Աղվանի պրարաբը, նա էլ ինչ ցուցմունքներ ա տալիս, սա գիտեք ինչ եմ ասում, Տիկին Վարդապետյան, եւ այլ պաշտոնատար անձիկ, պաշտպանության նախարար, քննչական կոմիտեի ղեկավար, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար, վաղը, որ ձեզ պաշտոնից անեն, պաշտոնանք անեն, ձեր վասալները ձեր դեմ ցուցմունք են տալու, դուք լավ իմացեք, դուք չունեք հավատարիմ մարդիկ, ոչ սկի Սերժ ուներ, ոչ Աղվանը կարար պատկերացնել, որ պրարաբ Արշոն Ղափանի, հələ այդ Արշոյին անդրադառնալու ենք Արշոյի գույքերին, կամ շանթի յուրան, բոթասներով գա դատարան իր դեմ ցուցմունք տա, հա, այս ձևի, կամ
Սերժ Սարգսյանը երևի մինչև այսօր այդ մարդը շոկի մեջ է, որ Վաչոն իր դեմ ցուցմունք ա տալ, իր ձեռից կերածը։ Սա իգիտություն հիմիկվա պաշտոնատար անձանց։ Հենց ընկնեք, դանակավորները շատանալու են, ընեց ապրեք, որ այս դանակավորները ձեզ չծակծկեն։ Ես ծակծկում եմ հիմա, որտեվ ես իրանցից ավելի արժանապատիվ եմ եւ թասիբով եմ։ Ես չեմ սպասում, որ եզանգնի գետին նոր դանակ առնեմ, իսկ հիմա անցնում ենք բոմբին, պահել էի վերջում։ Ես ճիշտն ասած չէի խոսա դրա մասին, բայց այսօր դատական նիստի ժամանակ, որը հեսա կդնենք եւ դուք կտեսնեք, մեղադրող դատախազը կարդում է այդ ինչա դրա անունը, այդ Արմեն Սարգսյանի պաշտոնի անձնագիրը եւ կարդում է կենսագրությունը այն ինչ որ հասու է, հա, քրեական վարույթով եւ ասում է որ եւ ինքը չասում եւ այնտեղ գրված է որ Արմեն Սերոժայի Սարգսյանը դատված չի եղել լուրջ դատված է եղել նո եւ գիտեք ինչ նողկալի հոդվածով Պաշտպանության նախարարության գնդապետ այնքը, գնդապետ, звучит гордо, но пахнет грязно. Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության վարչության նախկին պետ էլի հենց գործից անել են Արմեն Սարգսյանը մեղադրվում է պաշտպանության նախարարության հույժ գաղտնի հրամանի հրապարակման մեջ։ Պատկերացնում եք, երբ որ գործից ազատել են հեռացրել են 2008 թվականի օգոստոսին կամ ինքը ինքնակամ հեռացել է, դե հողերը նվերատվեք ընկան ու հեռացել։ Ասա չէ, հեռացել է, հետո է նվերտվել։ Հենց հեռացել է, հիշել է, որ հրահատ ինչը պետք է ծախեր։ Գիտար իրակ ընկան, իրականում նողկանք եմ զգում։ Դուք պատկերացնում եք գնդապետը պաշտպանության նախարարության հույժ գաղտնի տեղեկություն պետական գաղտնիք է հրապարակել։ Ինչի համար վերջինս դատապարտվել է, մենք արդեն նայում ենք Վճռաբեկ դատարանն էլ, մայիսի 5-ին 2000, եթե չեմ սխալվում, պետք է լինի 8 թվական, եթե չեմ սխալվում, չեմ հիշում, միգուցե 10 թվական, 2010 թվական, դատապարտվել է 2 տարի ազատազրկման, բայց ամենանողկալին, որ ինքը մի տիկնոջ, չեմ ուզում այդ տիկնոջ անունը տամ, ՊՆ-ի աշխատակից վստահությունը չարաշայել խաբել ասելա բան չկա եւ այդ կնոջը հայերեն լեզվով ասած պաստավ կա արել, նրան էլ դատապարտել են 1 տարվա, բայց հետո կիրառել են 70 հոդված։ Էս են ՊՆ-ի նախկին ներկա կադրերը, ներկա ես չեմ ճանաչում շատերին, բայց էս են գեներալները, մի գեներալ Վաչոն, որ ասենց ես իրան նախանձում եմ, էլի այդ կարգի արագ ցուցմունք տվող մարդ, հա, ասենք ինքն է ամբողջ գործով ցուցմունք տալիս։ Մյուսն էլ սա, որ ասում են, խիստ դատում, բանին էլ դատի, իրավաբանական վարչության պետին էլ դատի, նոտարին էլ, ինչի համար Արմեն Սարգսյան, որ դու թաքցնում ես քո կենսագրության մեջ, որ դու դատված ես եղել, միգուցե մարված է այդ դատվածությունը, բայց խոսքը դրա մասին չի։ Մի գնդապետ, որ պետական գաղտնիք կարա հրապարակի, ինքը գնդապետ չի, չգիտեմ ինչա պետ է։ Մնացածը թողնում եմ ձեզ, սա են մեր գնդապետները, դուք պատկերացնում եք, սա են մեր գնդապետները եղել, բայց ինչ եք սպասում, մարդիկ, որ սպասում են չուչտո, թուղթը առնեն, սկսեն ցուցմունք տալ, իհարկե ցուցմունք տալը լավ բան է, բայց աշխատեք ցուցմունք տվեք ձեր շեֆերի վրա, ում առաջ ծնկում եք, ում ձեռի տված հաց ուտում եք, քանի դեռ իրանք պաշտոնի են, մի սպասեք, որ եզանգնի, իսկ Արմեն Սարգսյան իրականում նողկալի է, ոնց կարող է գնդապետը մեկին ստիպի, որ թուղթ գողանա այդ կինը, բերի իրան տա ու ինքը հրապարակի, ինչ ասեմ, էս էր մնացածը, մի հատ էլ միջնորդություն է այսօր բավարարվել, բայց դրա մասին հետագայում կանդրադառնամ արդեն գրասենյակից, կդնենք վիդեոն, կնայեք սրանց ոնց էր թփրտում, չեմ ուզում ինձ նկարեն, բա մինչև այսօր ուզում էիր, որտեվ մենակ Մարինա Պողոսյանը Վաչոին էր, Սերժի Վաչոին էր
ցույց տալիս գույքերը, բանը դե լրիվ ցույց չենք տվել։ Մտածում էիր, որ քեզ ցույց չի տալու։ Դուք հասկանում եք, սրանք ինչ ողորմելի կարգավիճակում են գտնվում։ Էլ ուրիշ բան չունեմ ասելու, ոչ որպես գեներալ են գեներալ, ոչ որպես տղա են տղա եղել, որ բան ունեին ասելու իրանց շեֆերին ասեն, սպասել են Սերժան գնի նոր։ Ես կարամ Սերժ Սարգսյանի մասին, երբ ուզեմ խոսամ Աղվան Հովսեփյանի մասին, բայց ոչ Աղվանի բրիգադիր Արշոն, Շանթի Յուրան, Սերժ Սարգսյանի էլ Վաչոն ու Արմենը, փու